Մենք տեսնում ենք, որ պարբերաբար գալիս եք, նայում եք հավաքվածներին եւ նորից ներս եք մտնում քաղաքապետարան։ Ինչն է ստիպում ձեզ։ Անկեղծ ասած մարդ եմ սպասում, դրա համար եմ դուրս գալի, որովհետեւ այստեղ անելիք չունեմ, հավաքվածներն էլ իմ աշխատասենյակի այս պահին գտնվող մարդկանցից վստահեցնում եմ քիչ են։ Իմ աշխատասենյակում այս պահին ավելի շատ մարդ կա, քան այստեղ հավաքված։ Իսկ իրենց պահանջը չի անհանգստացնում ձեզ։ Բացարձակ, որովհետև այստեղ պահանջող Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքացի գրեթե չկա, այստեղ այլ երկրի քաղաքացիներն են, որոնք թող գնան իրենց երկրում իրենց պահանջները ներկայացնեն, մեր բնապահպանությունը իրենց դուր չի գալիս, թող գնան իրենց երկրում իրենց բնապահպանությունով զբաղվեն։ Ճիշտն ասած, ռուսական եմ տեսնում, հա, ռուսներ եմ տեսնում հավաքված, զարմացած եմ, որովհետև ես այս ակցիան պատկերացնում էի չեխական, բայց չեխականը տյունինգ է եղել, վերածվել է ռուսականի։ Որտեվ կազմակերպիչները փչող քամիները չեխական էին, ուղղակի դիմակները պատրվել է եւ այն ինչ քաղաքապետի աթոռից իրեն հանելուց ասել ենք, որ ռուսական ուղղվածություն ենք նկատում, ակնհայտ է արդեն նաեւ նմանատիպ էժան ակցիաներով։ Երևանում ծառերը փոխարինվում են ապագայում կանաչ եւ գեղեցիկ Երևան ունենալու նախագծով, որը մենք անելու ենք, ինչքան էլ ռուսական վնգստոց լսենք։ Բայց մասնագետները նշվում են, որ փոխարինվող ծառերը, որոնք փոխարինվում են, նշենք, հուդայածառերով, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կլիմային։ Երևանի քաղաքապետարանն աշխատում է Հայաստանի Հանրապետության լավագույն մասնագետների հետ, մենք մասնագետների հետ քննարկելով անում ենք մեր ծառերի փոխարինումները։ Հետևաբար իրենց մասնագետները, չգիտեմ, եթե իրենց մասնագետները չեխական ռուսաֆիկացված Քրիստինե Վարդանյաններն են, ես ասելիք չունեմ, շնորհակալ եմ։